Բարև, ես ընկերուհուն եմ Think Engineering-ից ու այսօր միասին սարքելու ենք Fire and Water խաղը։ Նա կունենա հետևյալ տեսքը։ Երբ որ սեղմենք ենք դրոշակին, մենք կունենանք մեր կերպարին, դու կընտրես արդեն որ կերպարն ես ուզում, կուզես կլինի ջուր, կուզես կլինի կրակ։ Մեր կերպարը կունենա թռիչքի հնարավորություն, նաև գնալու է աջ եւ ձախ, պետք է զգուշորեն այս հատվածը անցնենք, որ անցնենք հաջորդ մակարդակի։ Նաև դու կտեսնես ներքևում խաղի հղումը կերպարներով, կսեղմես այդ հղման վրա, որպեսզի պահպանվի խաղը քո մոտ։ Նաև կտեսնես remix կոճակը, սեղմում ես remix կոճակին եւ սկսում ես արդեն ստեղծել խաղը իմ հետ։ Չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես մնացած խաղերը։ Կտեսնենք կերպարներին՝ fire, feet, fire door եւ water։ Դուք ընտրում եք ձեր ուզած կերպարին, կամ fire-ը կամ water։ Օրինակ, ես ընտրում եմ fire-ը, հետևաբար water-ին կթաքցնենք։ Գրենք fire-ի հրամանները, սկսենք թռիչքից։ Քանի որ թռիչքը պետք է կատարվի նրա ոտքերի հատվածում, այսինքն ապագայում մենք ունենալու ենք բլոկներ, որի վրա ցատկոտելու է նա, հետևաբար մենք պետք է առանձնացնենք նրա ոտքերի հատվածը։ Դրա համար ունենք առանձին կերպար feet անունով։ Սկսենք նրանից, որ մեր fire-ը պետք է միշտ լինի մեր ոտքերի մոտ, այսինքն ոտքեր կերպարի մոտ։ Դրա համար fire-ի մոտ գնում ենք, որի երբ որ մենք դրոշակը սեղմենք, նա անընդհատ գնա ոտքերի մոտ, այսինքն կառավարում բաժնից անվերջ եւ շարժ բաժնից վերցնում ենք գնալ դեպի հրամանը եւ դնում ենք feet։ Feet կերպար գտնվում է այստեղ։ Սեղմենք դրոշակին, նկատենք, որ մեր մարդուկը մոտեցավ feet կերպարի եւ գրենք feet կերպարի հրամանները արդեն։ Feet կերպարի մոտ գրում ենք թռիչքի հրամաններ եւ առհասարակ շարժման հրամանները։ Հետևաբար գնում ենք իրադարձություններ բաժին, վերցնում ենք երբ դրոշակը սեղմված է, այնուհետև անընդհատ ստուգում ենք կառավարում բաժնից անվերջ, եթե ապա եւ վերցնում ենք ընկալում բաժնից բացատ ստեղնը սեղմված։ Բացատ ստեղնը սարքում ենք աջ սլակ եւ գրում ենք աջ սլակի տեղափոխվելու հրամանները, այսինքն շարժ բաժնից վերցնում ենք փոխել x-ը 10-ով եւ 10-ը փոխարինում ենք 5-ով։ Այնուհետև անում ենք նույն բանը ձախ սլակի համար։ Հետևաբար էլի կառավարում բաժին, եթե ապա արդեն ընկալում բաժնից վերցնում ենք բացատը եւ դարձնում ենք ձախ սլակ։ Շարժ բաժնից վերցնում ենք փոխել x-ը 10-ով եւ դարձնում ենք -5, այսինքն որ ձախ շարժվի։ Դրոշակը սեղմում ենք ստեղնաշարին, աջ եւ ձախ շարժվում են մեր ոտքերը, եթե նկատենք մեր կերպարը նույնպես աջ եւ ձախ է շարժվում։ Այնուհետև եկեք անենք թռիչքի հրամանը։ Թռիչքի հրամանի համար պետք է ստուգենք։ Երբ որ սեղմենք բացած ստեղնը, այսինքն մեր համակարգչի վրա սեղմենք բացատը, նա պետք է թռիչք կատարի։ Դրա համար մեզ պետք է փոփոխական բաժնից վերցնում ենք ստեղծել փոփոխական եւ գրում ենք gravity։ Այսինքն ընկնելու արագությունն է լինելու։ Gravity խաղի սկզբում կլինի 0։ Եկեք վերցնենք նոր դրոշակ եւ գրենք, որ փոփոխական բաժնից մեր gravity-ն 0 է։ Այնուհետև անընդհատ ստուգելու ենք։ Պետք է ստուգենք, եթե մենք կպել ենք մեր բլոկներին, այսինքն գետնին, ապա նա էլ չպետք է իջնի։ Եթե մենք օդում ենք, հետևաբար պետք է գրավիտացիան փոքրանա, այսինքն իջնի ներքև։ Հետևաբար ավերջն ենք վերցնում կառավարում բաժնից։ Այնուհետև վերցնում ենք փոփոխական բաժնից փոխել gravity-ն -1-ով։ Ինչի -1-ով, որ իջնի ներքև։ Եվ եկեք նաև դնենք, որ մեր y-ը, կերպարի y-ը անընդհատ լինի մեր gravity-ի արժեքով։ Այսինքն, եթե gravity-ն փոքրանում է, մեր y-ն հետևաբար պետք է փոքրանա, այսինքն ընկնի ներքև, սահունություն ենք այդպիսով ապահովելու։ Եկեք վերցնենք նորից դրոշակը իրադարձություններ բաժնից, կառավարումից անվերջը եւ շարժ բաժնից վերցնում ենք փոխել y-ը եւ դնում ենք փոփոխական բաժնից gravity։ Այսպիսով, եթե սեղմենք դրոշակին
Եկեք նրան մի փոքր բարձրացնենք վերև, օրինակ դնենք 0-0 կետում և նայենք ինչ տեղի կունենա, կորդինատները փոխում եմ, նայեք այստեղ է մեր ոտքերի կերպարը, հենց որ սեղմում եմ դրոշակին ընկնում է ներքև, նկատեցինք, որ սահուն կերպով է ընկնում ներքև, հիմա պետք է ավելացնենք հրաման, որ հենց որ կպնի գետնին կանգ առնի, էլ չընկնի, հետևաբար պետք է գրենք, որ եթե նա ընկնելու ընթացքում հպվում է գետնի, ապա պետք է կանգ առնի, գնում ենք կառավարում բաժին, եթե ապան ենք վերցնում, հաշվարկ բաժնից վերցնում ենք և հրամանը և վերցնում ենք փոքրի նշանը, դրեցինք առաջին հատվածում, ուրեմն սկզբից ստուգում ենք, որպեսզի ընկնելու ընթացքում նա կպնի բլոկին, մեր այս բլոկին, այսինքն գետնին, հետևաբար եթե նա ընկնում է, նրա գրավիտացիան պետք է մինուսով լինի, այսինքն փոքր լինի 0-ից, դրա համար դնում ենք փոփոխական բաժնից, gravity փոքր է 0-ից, այսինքն անկման ընթացքում է և հպվում է մեր այս բլոկերին, բլոկերը տարանջատելու ենք ըստ գույնի, այսինքն վերցնում ենք ընկալում բաժնից, հպվում է գույնին, հիմա պետք է հստակ այս գույնը դնենք, հետևաբար վերցնում ենք, սեղմում ենք գույնի վրա, ձեր մոտ կարող է ուրիշ գույն լինի, ներքևը կտեսնենք այսպիսի նշան, սեղմում ենք այդ նշանի վրա և այսպիսի բան է առաջանում, նկատենք, որ մեր շրջանագծի մեջտեղում կա փոքրիկ քառակուսին արդեն ընտրելու է գույնը, ընտրում ենք այս գույնը, եթե ձեր մոտ չստացեց, կարող եք նաև ձեռքով այս թվերը ավելացնել, բայց ավելի հարմար տարբերակ է ներքևի նշանից օգտվել, այսինքն 14, 57, 44 և դնում ենք, որ մեր gravity-ն փոփոխական բաժնից լինի 0, փորձենք, եկեք նրան սկզբից դնենք, որ մի քիչ վերևից սկսի նրա անկումը, այսինքն կորդինատներ ավելացնենք, եկեք այս հատվածում ավելացնենք, շարժ բաժնից գնալ դեպի և եկեք գրենք օրինակ մինուս 199 և մինուս 98, ահա այսպիսի բան պետք է ստացվի, եթե նկատենք մեր gravity-ի արժեքը նույնպես փոփոխվում է, այսինքն անկման ընթացքում նա փոքրանում է, հետո հենց որ հասնում է մեր հատակին, դառնում է 0, այսինքն կանգ է առնում, հիմա պետք է ցատկելու հատվածը անենք, ինչպես ենք դա անում, նույնպես պետք է ստուգենք, եթե վերադառնում ենք մեր նախորդ դրոշակի հրամանների, կառավարում բաժնից վերցնում ենք եթե ապա, մենք կարող ենք ցատկել միայն այն ժամանակ, երբ որ հպվում ենք գետնին, այսինքն պետք է ստուգենք, որ հպվել ենք գետնին և ստուգենք, թե արդյոք սեղմվածը մեր բաց է, թե ոչ, գնացինք հաշվարկ բաժին և, այսինքն և պետք է գետնին հպվենք և բացատին սեղմենք, ընկալում բաժնից վերցնում ենք բացած ստեղնը սեղմված է և այս վերևի հրամանը կարող ենք կրկնօրինակել, որ նորից գույնը չընտրենք, աջ քլիկ, կրկնօրինակել, այսպիսի սպիտակ հատված պետք է ավելանա երկրորդ մասում, սեղմում ենք, տեղադրվում է մեր նոր կրկնօրինակված հրամանը, այնուհետև հենց որ մենք այս գործողությունները կատարեցինք, այսինքն գետնին հպված ենք և սեղմում ենք բացատին, թռիչք պետք է տեղ ունենա, այսինքն մեր ընկնելու արագությունը տվյալ պահին gravity պետք է մեծ թիվ դառնա ավելի, 0-ից մեծ, եկեք փոփոխական բաժնից դնենք օրինակ gravity-ն 13, բացատը սեղմում ենք, նկատենք, որ մեր թռիչքը պատրաստ է, ահա այսպես, ու նկատենք, որ մեր կերպարը պետք է հենց ոտքերով գա բլոկի վրա ընկնի, եթե միայն գլխով է կպնում, չի աշխատում, օրինակ այսպես նկատեցինք, որ վերև չի բարձրացել, ինչքան է գլխով է կպնում, ահա, անտիր, եթե այս հենց անենք, կընկնի ներքև, այսինքն մեր մոտ ստացվեց, որ հենց որ սեղմում ենք դրոշակին, մեր gravity-ի հատվածը պատրաստ է, դեռ եկեք այս ֆիթը թողենք, հետո ընթացքում նրան կթաքցնենք, որպեսզի նա չխանգարի, հիմա ուղղակի տեսքի համար թող մնա, որ հասկանանք ինչ է կատարվում, բայց կարող ենք մեր gravity փոփոխականին թաքցնել, հետևաբար փոփոխական բաժնից եկեք այստեղ սեղմենք և նա կանհետանա, անցնենք մեր level-ներին, մակարդակներին, երբ որ խաղը սկսում ենք, մեր բեմը ունի մի քանի ետնապատկեր, եթե նկատեցիք,
ու կան խանգարող հատվածներ։ Երբ որ խաղը սկսում է, մենք պետք է լինենք առաջին level-ում։ Հետևաբար, մեր բեմի հրամանների մեջ պետք է ավելացնենք, որ երբ որ դրոշակը սխմենք, ստեղծվի առաջին level, այսինքն երևա առաջին level-ը։ Հետևաբար, գրում ենք իրադարձություններ բաժին, երբ դրոշակը սեղմված է, պետք է տեսք բաժնից վերցնենք մեր հստակ ետնապատկերը։ Մեր առաջին ետնապատկերի անունը level 1, հետևաբար գրում ենք, որ առաջին ետնապատկերը լինի level 1, երբ որ դրոշակը սեղմենք։ Այնուհետև, երբ որ այս ամենը արեցինք, պետք է նաև տեսնենք, որ երբ որ օրինակ վերջի level-ին ենք հասնում, ապա մեր խաղը ավարտվի եւ լինի game over։ Այսինքն խաղը ավարտվեց։ Ուղղակի դադարեցնելու ենք խաղը։ Հետևաբար ստուգում ենք, որ անվերջ ստուգի, եթե մեր ետնապատկերը հավասար է 9-ի, ինչի 9-ի, որովհետև 9 մակարդակ ունենք։ Վերջինը մեր մոտ game over-ն է։ Ապա խաղը ավարտվում է։ Դուք կարող եք իդեպ ավելացնել ձեր ցանկության մակարդակներ։ Գնացինք, հաշվարկ բաժին հավասար է, տեսք բաժնից ետնապատկերի թիվը եւ գրում եք հավասար է 9-ի։ Հետևաբար, եթե դուք ավելացնում եք մակարդակ, ձեր մոտ այստեղ համարը կփոփոխվի։ Նայում եք այս համարը եւ գրում եք, եթե ետնապատկերի թիվը հավասար է համապատասխան համարին, ապա խաղը ավարտվում է։ Հետևաբար, կառավարում բաժնից վերցնում ենք դադարեցնել ամբողջը։ Եվ այսպիսով խաղը կավարտվի։ Բայց ինչպես ենք անելու, որ մեր խաղը սկսվի եւ անցնենք հաջորդ մակարդակ։ Չենք մոռանում այստեղ level 1 փոխել։ Ահա, սկսվեց եւ նկատենք, որ մեր այս հատվածներում պետք է հրամաններ գրենք ու նաեւ պետք է ավելացնենք դռան մոտ հրամաններ, որպեսզի անցնենք հաջորդ մակարդակ։ Եկեք դռան հրամաններին անցնենք։ Դուռը խաղի սկզբում պետք է երևա եւ գա հստակ այս դիրքի։ Հետևաբար վերցնում ենք իրադարձություններ բաժնից դրոշակը եւ նրան ցույց ենք տալու, տեսք բաժնից ցույց տալ, որովհետեւ game over-ի ժամանակ նրան կարող ենք թաքցնել։ Նրան տանում ենք ետևի շերտ, որպեսզի մեր կերպարին չփակի նա։ Հետևաբար էլի տեսք բաժնից գնալ դեպի դիմաց շերտ, դիմացը փոխարինում ենք ետև շերտով։ Այնուհետև գնանք զգեստներ բաժին, նկատենք, որ մի քանի զգեստ ունի մեր դուռը, այսինքն երբ որ մեր կերպարը հպվի դռանը, դուռը սկսելու է բացվել, այսինքն անիմացիա է լինելու։ Հենց որ հեռվանա, դուռը սկսելու է փակվել։ Անիմացիան ինչպես ենք կատարելու։ Եթե նկատեցինք, մենք կարող ենք ուղղակի զգեստները հերթով փոխել։ Ու հենց որ հասնի վերջի զգեստին, ապա մեր մակարդակը փոխվում է հաջորդ level ենք անցնում, հաջորդ մակարդակ ենք անցնում։ Պետք է ստուգենք, որ եթե մենք կպել ենք մեր կերպարին, ապա դուռը պետք է բացվի։ Բայց նախ եւ առաջ դուռը պետք է լինի մեր առաջին դուռը, այսինքն փակված վիճակում դուռը։ Գնում ենք տեսք բաժին եւ վերցնում ենք զգեստը, այստեղ կտեսնենք, որ համարները խառնված են, զգեստների անունները 15-ից է սկսում, բայց ոչինչ։ Նայում ենք առաջին զգեստի համարը, որը զգեստ 15-ն է, եւ փոխում ենք զգեստները, եթե նա հպվում է մեր fire կերպարին։ Հետևաբար կառավարում բաժնից վերցնում ենք եթե ապան եւ անվերջի մեջ դնում ենք եթե ապա եւ օգտագործում ենք եթե ապա այլապես։ Վերցրեցինք եթե ապա այլապես, եթե հպվում է մեր կերպարին, դուռը բացվում է, եթե ոչ, այսինքն այլապես դուռը պետք է փակվի։ Ընկալում բաժնից վերցնում ենք հպվում է, մկնիկի ցուցիչը փոխարինում ենք fire-ով, որովհետև մեր կերպարը fire-ն է։ Եթե դուք օգտագործում եք water, հետևաբար դնում եք water-ի անունը։ Եվ գրում ենք, որ փոխի հաջորդ զգեստը։ Դնում ենք հաջորդ զգեստ, այսինքն եթե կպնում է fire-ին, ապա հաջորդ զգեստն է փոխվում։ Այլապես, եթե չի կպնում fire-ին, նա պետք է փոխի զգեստը այնքան մինչև հասնի առաջին, այսինքն հետ հաշվարկ կատարի։ Հետևաբար գրում ենք, որ եթե կառավարում բաժնից հաշվարկ բաժնից փոքր է, տեսք բաժնից վերցնում ենք զգեստի թիվը, այսինքն եթե մեր զգեստի թիվը 1-ից ավել է, դա նշանակում է, որ նա արդեն կիսաբաց է։ Նա պետք է
հակառակ ուղղությամբ փոխի, այսինքն հետ գնա, զգեստը փոքրացնի։ Հետևաբար հակառակ հերթականությամբ զգեստները փոխեն, գրում ենք հետևյալ կերպ. զգեստը եւ այստեղ հաշվարկ բաժնից վերցնում ենք հանած նշանը, տեղադրում ենք այստեղ եւ տեսք բաժնից վերցնում ենք զգեստի թիվը։ Պետք է լինի զգեստի թիվ հանած 1։ Դա ինչ է նշանակում։ Օրինակ, եթե եկանք 8-րդ համարի զգեստն է մեր մոտ, այնուհետև հեռացանք դռնից, հետո պետք է դառնա 3-րդը, հետո 2-րդը, հետո առաջինը, այսինքն ամեն անգամ 1-ով փոքրանում է, -1 է լինում, հետևաբար գրում ենք, որ զգեստի թիվը -1 լինի, այսինքն 1-ով փոքրանա։ Եկեք փորձարկենք, ահա, նկատենք, որ անընդհատ բացվում է, հենց որ հեռանում ենք, փակվում է։ Նաև, երբ որ մինչև վերջ դուռը բացվեց, պետք է մենք անցնենք հաջորդ մակարդակի, հետևաբար գնում ենք կառավարում բաժին, վերցնում ենք եթե ապան և հաշվարկ բաժնից վերցնում ենք հավասարը։ Քանի որ մենք ունենք այստեղ 13 զգեստ, հենց որ դառնա 13-րդ զգեստը պետք է մեր level-ը փոխվի, անցնենք հաջորդ մակարդակի։ Գրում ենք 13 և գրում ենք տեսք բաժնից զգեստի թիվը հավասար է 13, այսինքն վերջինին հասանք, ապա հաղորդագրություն ենք ուղարկում, իրադարձություններ բաժնից հաղորդել հաղորդագրություն, նոր հաղորդագրություն, next level։ Հաջորդի, հենց որ ուղարկեցինք հաղորդագրությունը, պետք է level-ը փոխել, հաջորդի level-ը փոխել, նկատի ունեմ, ետնապատկերը փոխել, հետևաբար տեսք բաժնից, վերցնում ենք հաջորդ ետնապատկերը և պետք է մեր դռանը դարձնել առաջին զգեստով էլի, հետևաբար տեսք բաժնից վերցնում ենք զգեստը և ինչպես հիշում ենք, մեր առաջի համարի զգեստը զգեստ 15-ն է, փոխում ենք զգեստ 15, փորձարկենք, եկանք, ահա, նկատենք, որ երկրորդ մակարդակ անցանք, եթե այսպես կանգնենք, անընդհատ level-ները փոփոխվելու են։ Սա նրանից է, որ երբ որ level-ը փոխվում է, այսինքն մակարդակը փոխվում է, մեր fire-ը չի հայտնվում խաղի սկզբում։ Նա մնում է նույն տեղում, դե դուռն էլ մնում է նույն տեղում ու նրանք անդադարվում են եւ անընդհատ level-ները փոխվում են։ Կարող ենք դնել հրաման, որ հենց որ նա ստանա next level, ապա վերադառնա հետ իր սկզբնակետին։ Հետևաբար վերադառնա այս կոորդինատներին։ Գնանք մեր fit կերպարի մոտ և գրենք նրա հրամանները, որ երբ որ ստանում ենք next level իրադարձությունների բաժնից ու դնում ենք այս կոորդինատները, կարող ենք դրոշակը սեղմել, անջատել, շարժ բաժնից գնալ դեպի և դնում ենք -199, -98։ Փորձարկենք, եկանք, հպվեցինք, ահա, նկատենք, որ երկրորդ level-ում ենք, ահա, երրորդ level-ում ենք և այսպես շարունակ կփոխվի մինչև game over-ը։ Պետք է ֆիքսենք նաև դռների տեղերը և ավելացնենք մեր կանաչ լճին կպնելու հրամանները, որ երբ որ կպնենք այս կանաչ մասին, ապա մենք ոչինչ անենք։ Եկեք գրենք այդ կանաչի հատվածը։ Մեր fit կերպարի մոտ կավելացնենք հրաման։ Գրում ենք, որ եթե մենք կպնենք կանաչին, եկեք գրենք այստեղ, աջ սլաքի, ձախ սլաքի հատվածում։ Ավելացեցինք կառավարում բաժին, եթե հապա, այնուհետև ընկալում բաժնից վերցնում ենք հպվում է, այստեղ ֆիքսում ենք գույնը, էլի նույն ձևի այս նշանին և կանաչի վրա ենք սեղմում, ֆիքսվեց և նայում ենք, եթե կպանք կանաչին, ապա պետք է մեր կերպարը գոլորշիանա, հետևաբար եկեք կերպարի նամակ ուղարկենք, իրադարձություններ բաժնից հաղորդել հաղորդագրություն, նոր հաղորդագրություն, օրինակ get smaller, որ ավելի փոքրանա և եկեք 0.2 վայրկյան սպասենք և նրան տեղափոխենք խաղի սկիզբ, այսինքն նա իր սկզբնական կոորդինատներով գնա, իսկ սկզբնական կոորդինատները սրանք էին, կարող ենք նրանց կրկնօրինակել և ուղղակի տեղափոխել դնենք այստեղ, այնուհետև եկեք գրենք մեր այս կարմիր fire-ի հրամանները, որ անիմացիան տեղի ունենա, հետևաբար
եկեք մտնենք նրա զգեստները եւ տեսնենք ինչ ունենք։ Այստեղ ունենք մի զգեստ, որը կանգնած է, 3 զգեստ վազելու համար եւ մի հատ զգեստ smoke անունով։ Նա դառնալու է smoke եւ բարձրանա վերև վառվելու ընթացքում։ Հետևաբար խաղի սկզբում նրանք կտանք նրա հիմնական զգեստը, այսինքն այս զգեստը, դրեցինք տեսք բաժնից, զգեստը ու ստեղ դնում ենք var 2։ Այնուհետև գրում ենք հրամանները, որ երբ որ նա ստանում է get smaller, պետք է կրկնօրինակներ ստեղծվեն, որպեսզի ծուխի էֆեկտ ստացվի։ Հետևաբար գնացինք իրադարձությունների բաժին, երբ ստանում եմ get smaller, կառավարում բաժնից վերցնում ենք կրկնելը 10 կրկնօրինակ ենք սարքելու։ Հետևաբար կրկնել 10 եւ վերցնում ենք ստեղծել իմ կրկնօրինակը ու կիրառելու ենք մի քանի էֆեկտներ։ Նախ եկեք փոփոխական բաժնից վերցնենք փոխել գույն էֆեկտը, գույնը սարքենք ուրվական, այնուհետև սա սարքենք 10, որպեսզի նա անհետանա, եւ այստեղ կիրառենք ուրվական էֆեկտը, որպեսզի հաստատ ուրվական էֆեկտը լինի 0։ Չափսը կսարքենք 70 եւ նրան պետք է ցույց տանք։ Նաեւ եկեք դնենք սպասելը, որպեսզի ամեն ինչ գեղեցիկ լինի մեր անիմացիայի հետ։ 0.31 վայրկյան։ Եվ գրենք կրկնօրինակների հրամանները։ Երբ սկսում եմ որպես կրկնօրինակ, նա պետք է գնա դիմաց շերտ եւ դառնա արդեն smoke։ Հետևաբար տեսք բաժնից դնում ենք գնալ դեպի դիմաց շերտ, այնուհետև գրում ենք մեր զգեստը, մեր զգեստի անունը smoke է հենց։ Գրեցինք զգեստը, չափսը պետք է լինի պատահական ընտրված։ Հետևաբար դնում ենք չափսը եւ եկեք էլի դնենք ցույց տա, որպեսզի մեր կերպարի կրկնօրինակը երևա, ստեղ երևում էր օրիգինալը, այսինքն 0.31 վայրկյան հետո նա նորից կերևա։ Ցույց տալ եւ դնում ենք պատահական թիվ հաշվարկ բաժնից, օրինակ 50-ից 70։ Դա կլինի մեր smoke-ի չափսը, այսինքն ինչ չափի նրա կրկնօրինակները ստեղծվեն պատահականության սկզբունքով։ Այնուհետև կդնենք ուղղություն շարժ բաժնից, որպեսզի մեր ուզած ձևով շարժվի։ Դնում ենք ուղղությունը 0 եւ շրջվել ենք դնելու։ Շրջվել դեպի աջ, կարող եք դեպի ձախ եւ էլի վերցնում ենք հաշվարկ բաժնից պատահական թիվ -5-ից օրինակ մինչեւ 5։ Սա նրա համար է կատարում, որ տարբեր ուղղություններով նա պտտվի։ Այնուհետև դնում ենք կառավարում բաժնից կրկնել 20 եւ շարժ բաժնից դնում ենք տեղափոխվել 10 քայլ։ Այնուհետև նա պետք է գնալով ավելի թափանցիկ անա, հետևաբար տեսք բաժնից դնում ենք փոխել գույն էֆեկտը, գույնը սարքում ենք ուրվական եւ սարքում ենք 5։ Այնուհետև փոխում ենք չափսը, որպեսզի սկզբից մեծ ստեղծվի, հետո փոքրանա։ Փոխել չափսը -1-ով եւ ամենավերջում ջնջելու ենք կրկնօրինակը կառավարում բաժնից, օգտագործում ենք ջնջել այս կրկնօրինակը։ Եկեք փորձարկենք։ Ահա, նկատենք, որ սկսում է աշխատել արդեն։ Հենց որ կպնում ենք, անհետանում է եւ ծուխ է հայտնվում։ Նաև եկեք գրենք նրա զգեստները փոխելու հրամանները, այսինքն աջ եւ ձախ շարժվելուց նա ունի վազելու զգեստներ։ Գրենք վազելու զգեստների հրամանները։ Հետևաբար պետք է ստուգենք, երբ որ գնում է աջ, թեքվի աջ, երբ որ գնում է ձախ, թեքվի ձախ, եւ ըստ նրա թե աջ կամ ձախ է գնում, պետք է նրա զգեստները փոխվի։ Եկեք վերցնենք դրոշակ, առանձին գրենք, որովհետեւ առանձին հատված է նա։ Այնուհետև եկեք դնենք պտույտի ձևը, որպեսզի գլխի վայր չպտտվի, շարժ բաժնից պտույտի ձևը ձախ աջ։ Դնում ենք դե անվերջը կառավարում բաժնից, եթե ապան։ Ընկալում բաժնից վերցնում ենք բացած ստեղնը սեղմված է, բացած դարձնում ենք աջ սլակ։ Եվ շարժ բաժնից վերցնում ենք ուղղությունը 90։
Եկեք կրկնօրինակենք այս ամեն ինչը եւ արդեն սարքենք ձախ սլաքով եւ ուղղությունը -90։ Նա արդեն կսկսի պտտվել։ Դրոշակը սեղմենք, նկատենք, որ թեքվում է աջ եւ ձախ։ Մնաց զգեստների հատվածը անենք։ Պետք է գրենք, որ եթե սեղմված է կամ աջ կամ ձախ սլաքը, հետևաբար պետք է զգեստները փոխվեն։ Այսինքն, եթե սեղմենք աջ, նայում է աջ եւ վազում է աջ, եթե սեղմենք ձախ, նայում է ձախ, վազում է ձախ, եթե ոչ աջն է սեղմված, ոչ ձախն է սեղմված, ապա պետք է լինի կանգնած դիրքում։ Վերցնում ենք կառավարում բաժնից, եթե ապա այլապես է, եւ հաշվարկ բաժնից վերցնում ենք կամը։ Կամ աջ սլակ, եկեք կրկնօրինակենք այս հրամանը, կամ ձախ սլակ։ Այնուհետև ստուգում ենք, եթե զգեստի թիվը համապատասխանում է 5-ի, այսինքն եկավ այս վերջի զգեստը, նորից պետք է երրորդից սկսի, այսինքն էլի պետք է վազքի զգեստի մեջ գնա։ Հետևաբար կառավարում բաժնից վերցում ենք եթե ապան, եկեք այստեղ առանձին գրեմ, հետո կմիացնենք իրար։ Այնուհետև հաշվարկ բաժնից հավասար է եւ վերցնում ենք տեսք բաժնից զգեստի թիվը, գրում ենք զգեստի թիվը հավասար է 5, այսինքն եկել ենք հասել ենք վերջին։ Հենց որ հասնում է 5, պետք է վերադառնա երրորդ համարի զգեստին, այսինքն run 1-ին։ Հետևաբար դնում ենք զգեստը, էլի տեսք բաժնից եւ դնում ենք run 1։ Այնուհետև այս ամենը տեղադրում ենք այստեղ եւ մի հատ էլ տեղադրում ենք հաջորդ զգեստը։ Սա նրա համար է կատարվում, որպեսզի նա անընդհատ փոխի զգեստները ու հենց որ դառնա վերջի զգեստը, ապա սկսի սկզբից էլի run 1-ով։ Ահա նկատենք, որ ոտիկները շարժվում են եւ ամեն ինչ լավ է։ Եթե ուզում եք մի քիչ ավելի դանդաղ այս ամեն ինչ տեղի ունենա, կարող ենք կառավարում բաժնից դնել սպասել օրինակ 0.1 վայրկյան եւ նայեք, որ զգեստները արդեն ավելի դանդաղ է փոխում։ Կարող եք ավելի փոքրացնել կամ ավելի մեծացնել թիվը ըստ ձեր ցանկության։ Այնուհետև նկատենք, որ հենց որ բաց ենք թողում աջ կամ ձախ ստեղները, նա մնում է մեկա թեքված, բայց նա պետք է ուղղնային։ Հետևաբար այլապեսի մեջ դնում ենք, որ նրա զգեստը, տեսք բաժնից, զգեստը լինի մեր fire զգեստը։ Ահա, հենց որ բաց ենք թողում, նկատենք, որ կանգ է առնում։ Ամեն ինչ ընտիր է։ Եկեք այս սպասելն ու հաջորդ զգեստը տեղերով փոխենք, որ ավելի գեղեցիկ լինի ամեն ինչ։ Ահա, ընտիր։ Տեսնենք, որ աշխատում է նաև մեր smoke-ի հատվածը։ Լրիվ նույն բանը կատարել եք նաև water-ի մոտ։ Նկատենք, որ լրիվ նույն զգեստերն ունի մեր water-ը եւ նույն հրամանները համապատասխանում են water-ի։ Նաև եկեք ֆիքսենք սկզբից մեր fire-ի չափսը եւ ասենք, որ նա անպայման խաղի սկզբում երևա։ Դրոշակից հետո դնում ենք չափսը 70 եւ դնենք ցույց տալ, որ ինչ որ մի պահի նրան թաքցնենք, նա անպայման խաղի սկզբում երևա։ Նաև ավելացնենք, որ նրա ուղղությունը լինի 90 աստիճան։ Շարժ բաժնից ուղղությունը 90 աստիճան։ Ահա։ Նկատենք, որ ամեն ինչ աշխատում է, այս հատվածներն է աշխատում։ Եկեք թաքցնենք մեր fit-ը, որովհետև նա արդեն մեզ պետք չէ։ Դրոշակից հետո կդնենք տեսք բաժնից, կիրառել գույն էֆեկտը, ցանկացած դրոշակից հետո կարող ենք դնել։ Գույնը փոխարինում ենք ուրվական եւ դարձնում ենք 100։ Ահա, ամեն ինչ աշխատում է։ Եվ ահա։ Նաև եկեք ավելացնենք ձայները։ Խաղը երբ որ սկսում է, պետք է մենք ունենանք նրա գլխավոր երաժշտությունը, այսինքն պետք է գլխավոր երաժշտությունը սկսվի։ Գլխավոր երաժշտությունը դնելու ենք բեմի հրամանների մեջ։ Նաև պետք է ավելացնենք դռան կոորդինատները, ընտանենք նա։ Եկեք ավելացնենք դռան կոորդինատները։ Առաջի խաղի ընթացքում նա պետք է լինի այս կոորդինատներում։ Հետևաբար այստեղ մի փոքր երկար գործ ունենք։
Գնում ենք, երբ ետնապատկերը փոխարինվում է level 1-ով, ֆիքսում ենք նրա կոորդինատները, դրված է այստեղ, դնում ենք շարժ բաժնից, գնալ դեպի ու դնում ենք համապատասխան կոորդինատները։ Այնուհետև գնացինք, հասանք այստեղ, նայում ենք երկրորդ level-ում, կարող ենք մի փոքր իջացնել նրան, կարող ենք կրկնօրինակել այս ամենը և փոխել այս թվերը 197 մինուս 134։ Ահա, երկրորդ level-ում, արդեն ստեղ դարձրեցինք level 2, կարող ենք այսենց իրար տակ դնել, որպեսզի չխառնվենք։ Էլի, անցանք մեր մակարդակը, գնացինք հաջորդին։ Նայում ենք, էլի նույն տեղում է, հետևաբար կարող ենք ուղղակի կրկնօրինակել և դնենք level 3։ Անցանք հաջորդին։ Ահա, նկատենք, որ ստեղ պետք է դուռը արդեն լինի վերևում, հետևաբար կդնենք նրան վերևում։ Մոտավորապես այստեղ, կրկնօրինակենք, դարձնում ենք level 4 արդեն, որովհետև 4-րդ մակարդակն է, և ստեղ արդեն դարձնում ենք համապատասխան կոորդինատները 198 և մինուս 44։ Այնուհետև անցնում ենք հաջորդ մակարդակ, կարող ենք դնել օրինակ այստեղ դուռը։ Դրեցինք, էլի կրկնօրինակում ենք և 5-րդ մակարդակ նայում ենք կոորդինատներին, ուշադիր ենք լինում, որպեսզի մինուսները բաց չթողնենք։ Կարևորը, որ կոորդինատները հստակ նույնը լինեն։ 72, նորից անցնում ենք հաջորդ մակարդակ։ Ահա, դուռը կդնենք արդեն այս հատվածում։ Ձեր ցանկությամբ որտեղ ուզում եք դռները դնում եք։ Level 6 Ահա Այստեղ նույնպես մի քիչ կբարձրացնենք Level 7 Կոորդինատները ֆիքսում ենք մինուս 179 և 137 Անցնում ենք հաջորդ մակարդակի Ահա, այստեղ ենք տեղադրում Եվ խաղը ավարտվում է Այսպիսով կարող եք նաև ավելացնել ձեր մակարդակները, բայց նաև ամենավերջում պետք է դնենք, որ երբ որ խաղը ավարտվում է, պետք է մեր դուռը թաքնվի Կրկնօրինակենք, դնենք արդեն level 8, մեր դուռը դնենք վերևում, այս հատվածում և կոորդինատները 133 և 122 Եվ ամենավերջում գրում ենք, որ երբ որ դառնա game over, ետնապատկերը պետք է թաքցնենք, տեսք բաժնից թաքցնենք դուռը Ստուգենք, որ երբ որ դրոշակը սեղմված է, նրանք ցույց ենք տվել և նայենք ինչ ստացվեց Գնացինք առաջին մակարդակ, երկրորդ մակարդակ, երրորդ մակարդակ, չորրորդ, հինգերորդ, ահա 6-րդ մակարդակում նայեք կոորդինատը սխալ ենք գրել, հետևաբար նրանք կդնենք այստեղ և կստուգենք, որ 6-րդ մակարդակում ամեն ինչ ճիշտ լինի։ Ահա մինուս 50 և 96 Գնացինք հաջորդին Ահա 7-րդ 8-րդ և վերջ Կարող ենք մեր այս կերպարին էլ թաքցնել, երբ ստանում եմ իրադարձություն բաժնից, երբ ետնապատկերը փոխարինվում է ետնապատկեր game over-ով, ապա նրանք պետք է թաքցնենք, տեսք բաժնից թաքցնենք, որպեսզի այսպես չերևա այստեղ։ Նաև մեր հիմնական կերպարին կարող ենք իջացնել ներքև և մի քիչ մեծացնել։ Հետևաբար, եկեք դնենք, որ իրադարձություններ բաժնից, երբ ետնապատկերը դառնում է game over,
ապա նա օրինակ չափսը դառնա 300 եւ գա այստեղ։ Հետևաբար դնում ենք տեսք բաժնից չափսը 300 եւ շարժ բաժնից գնալ դեպի ու տվյալ կոորդինատները, որ խաղը ավարտվի եւ մենք ունենանք հետեւյալ տեսքը։ Նաեւ եկեք ավելացնենք ձայները եւ ավարտենք խաղը։ Խաղի սկզբում, երբ որ մենք սեղմում ենք դրոշակին, նրա հիմնական երաժշտությունը պետք է լինի, որը գտնվում է բեմի մեջ։ Ունենք այս level over եւ game։ Մեզ պետք է game-ը հենց։ Հետևաբար game-ի հրամաններն ենք գրում, որ երբ որ դրոշակը սեղմենք իրադարձություններ բաժնից, անընդհատ ինչքան խաղանք, այդքան պետք է այդ երաժշտությունը գնա։ Հետևաբար գրեցինք, երբ դրոշակը սեղմենք, անվերջ կառավարում բաժնից, դնում ենք ձայն բաժնից, արտաբերել ձայնը մինչև վերջ։ Ու նայում ենք, որ արտաբերել game ձայնը մինչև վերջ։ Անտիր։ Այնուհետև, հենց որ ձայնը վերջանա, նորից կսկսվի այս երգը։ Երբ որ խաղը ավարտվի, պետք է լինի մեր ավարտելու ձայնը։ Այսպիսի ձայն է լինելու։ Հետևաբար այս հատվածում պետք է ավելացնենք հրաման։ Նախ պետք է դադարեցնենք նախորդ ձայնը, հետևաբար գտնում ենք դադարեցնել բոլոր ձայները եւ ավելացնում ենք վերջի ձայնը, հետևաբար արտաբերել game-ը փոխարինում ենք level over ձայնով։ Նաեւ եկեք ավելացնենք թռիչքի ձայնը, թռիչքի ընթացքում որպեսզի ձայնը դուրս գա եւ ավելացնենք դրան բացվելու ձայները։ Թռիչքի ձայնը ավելացնում ենք ոտքերի մոտ, այստեղ ունենք jump 2 ձայնը եւ գտնում ենք, որ երբ որ բացատը սեղմենք, նա պետք է համապատասխան ձայն հանի։ Ձայն բաժնից վերցնում ենք սկսել ձայն, jump 2, փորձարկենք, ահա, այսպիսի ձայն եղավ։ Նաև եկեք ավելացնենք դռան ձայնը։ Դռան ձայնը լինելու այն ժամանակ, երբ որ մեր կերպանը կպնի դռանը, հետևաբար պետք է համապատասխան հրամաններ ավելացնենք։ Վերցրեցինք դրոշակ անվերջ կառավարումից, եթե ընկալում բաժնից հպվում է fire, ապա ձայն բաժնից արտաբերում ենք մեր door ձայնը։ Փորձարկենք։ Ահա, շատ կամաց, բայց լսվում է։ Այնուհետև եկեք ավելացնենք եւս մեկ ձայն, որ երբ որ մեր կերպարը կպնում է այս կանաչ հատվածին, ջրի, ապա նա գոլորշիանում է։ Գնացինք fire կերպարի մոտ, այստեղ նույնպես ունենք ձայն, եւ գցնում ենք, որտեղ է նա get smaller ստանում, այստեղ։ Եվ դնում ենք արտաբերել, սկսել ձայնը, որպեսզի սկսի ձայնը եւ անիմացիան զուգահեռ կատարվի։ Ահա։ Անտիր։ Այսպիսի արդյունք ստացանք։ Երբ որ սեղմում ենք դրոշակին, կունենանք մեր fire-ին եւ նրան պետք է անցկացնենք հաջորդ մակարդակը։ Երբ որ նա անցնում է այս կանաչ հատվածներով, պետք է զգույշ լինենք, որպեսզի նա չգոլորշիանա եւ մոտենանք դռանը ու անցնենք արդեն հաջորդ մակարդակին։ Դու կարող ես ստեղծել քո ցանկացած մակարդակը, ինչ քանակությամբ ուզում ես։ Չմոռանաս բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի բաց չթողնես նոր խաղերը։